Այդպիսով 2015 թվականը մոտենում է ավարտին եւ մենք այն ամփոփում ենք բավականին անմխիթար ցուցանիշներով եւ որ առավել մտահոգիչ է գալիք տարվա համար ել ավելի անմխիթար կանխատեսումներով։ Հայրենի կառավարությունը Հայաստանի տնտեսության տխուր վիճակը պատճառաբանում է արտաքին ռիսկերով, աշխարհաքաղաքական իրադարձություններով եւ միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով։ Մինչդեռ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության падգամավոր միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը կարծում է, որ ուրիշի վրա պետք չէ բարթել մեր չարածը, ըստ նրա մեր տնտեսությունը տուժել է միայն մեր չանելու հետևանքով, ոչ թե որ Ռուսաստանի Դաշնությունում վատ վիճակ է։ Ինչ եւ ինչու չի արվել այս ընթացքում մեր տնտեսության պատասխանատուների կողմից առաջիկա րոպեներին, նաեւ այս հարցի շուրջ եմ ես զրուցելու ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության падգամավոր Գուրգեն Արսենյանի հետ։ Բարի երեկո, պարոն Արսենյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Արսենյան, հենց այս օրերին շարունակվում է նավթի գների անկումը, որի հետևանքով նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքն է անկում ապրում, ինչը բնականաբար հարվածում է Հայաստանի տնտեսությանը։ Այս միտումը արդեն սկսվել է դեռ 2014 թվականի օգոստոսից եւ այս ընթացքում ինչպես եւ կարող ենք մենք այդ մարտահրավերներին դիմագրավել եւ ինչն է որ չի արվել այս ընթացքում։ Բարի երեկո, շնորհակալություն հրավերի համար։ Գիտեք ինչ, մենք հարցադրումները այնքան մասշտաբային են, որ մի հաղորդման շրջանակներում փորձել այդ հարցադրումներին պատասխանել եւ այդ հարցադրումներին պատասխանելուց հետո հավակնել, որ լրիվ դեղատոմսերը եւ այսպես ասած դիագնոզը տրվեց, մի քիչ ավելի մեծ մասշտաբի գործիչների է պետք հրավիրել։ Հիմա ես փորձեմ իմ համեստ պատկերացումների շրջանակում ասել ինչը չենք արել կամ ինչը կարող ենք անել, ինչը լավ ենք անում կամ վատ ենք անում։ Առաջինը կարևորը բանը մենք սովորել ենք մեր խնդիրները ուրիշների վրա գցելու։ Մենք ապրում ենք այդպես ու դա մեր համար դարել է սովորական ապրելակերպի էլեմենտ, այսպես ասեմ, որը որ ոչ մի լավ բան չի բերելու մեզ։ Մենք միշտ փորձում ենք այն անհաջողությունները, որը որ կա, որով մենք արձանագրում ենք, դրա համար գտնել մեղավոր որևէ տեղ բացի մեզանից, բացի ինքներս մեր մեջ մանգալուց։ Ես համեմատական մի վերլուծություն անեմ շատ կարճ, որի արդյունքը ակնհայտ է լինելու։ Սովետական միության տարիներին Սովետական Հայաստանը իր ժողովրդի աշխատանքի շնորհիվ, հայ ժողովրդի աշխատանքի շնորհիվ հասավ աննախադեպ հաջողությունների, աննախադեպ։ Եվ այդ աննախադեպ հաջողությունների հիմքում ընկած էր հետևյալ բանը. հայ ժողովուրդը սիրում էր աշխատել, սիրում էր նոր բարիք արարել, նոր բան ստեղծել։ Իսկ հիմա չի սիրում։ Ոչ, հիմա չի սիրում, որովհետև հայ ժողովրդի այս, նորագույն տարիների իղձերն ու նկրտումները ավելի շատ ուղղված են վաճառականությանը, քան թե նոր բարիք ստեղծելուն։ Վաճառականությունը, առևտուրը, ինչ-որ մի բանը, դա որևէ կերպ, որևէ նոր բարիք ստեղծելու հետ կապ չունի, դա ընդհանրապես եղած ռեսուրսների վերաբաշխումը։ Ընդհանրապես նոր բարիքը ստեղծվում է քրտինքով, արտադրության մեջ։ Նոր բարիքը ստեղծվում է մտքով, երբ որ քո մտքի գործունեության արդյունքը վերածվում է մի արտադրանքի կամ մի ծառայության, որը որ պահանջված է լինում այլ հասարակություններում, նաև քո հասարակությունում։ Բայց մեր իշխանությունները անդադ ասում են, որ գիտելիքահեն տնտեսություն են ուզում ստեղծել, միտքն են կարևորում, բավարար չեն ջանքերը, ինչու չի ստացվում։ Բայց ինչ եք ուզում իշխանությունները ասեն։ Ուզում եմ հասկանամ։ Իշխանությունները այտենց պետք է շարունակեն այդ այսպես կոչված, բենեֆիսը, մոնոլոգը կամ, մենախոսությունը, որտեղ իշխանությունները մենախոսությունը վերջի 20 տարում իշխանություններն է միայն մենախոսությունը, իրանք իրականացնում են գործունեություն, որի արդյունքները, մենք ակնհայտ արձանագրում ենք, որ գնալով վատանում մարդկանց կրթական ցենզը, մարդկանց բարոյական արժեքային համակարգի մեջ տեղի ունեն խեղաթյուրումներ, նյութական բարեկեցությունն ապակասում, փոսկա տեղի ունենում մարդկային Հայաստանից, իսկ իշխանությունները շարունակում են անընդհատ ասել նույն բանը։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ մի քանի այսպես, ձեզ մեր հեռուստադիտողներին հայկական նորագույն պատմության մի քանի առասպելներ, այսպես ասենք, տնտեսական առասպելներ եւ լեգենդներ։ Լեգենդ համար մեկը, որը որ սկսվեց ամենասկզբից ջերմուկը կծախենք եւ կապրենք, հիշում եք։ Դրանից հետո անընդհատ տեղի ունենում
մուլտիպլիկացիա այդ լեգենդների տեղի ունենում հետևյալը, ասենք հիմա հենց հեսա նայրիտը կաշխատի, հիշում եք, այն տարի տևեց այդ բանը։ Հեսա Կիրովականի քիմպրոմը կաշխատի, հեսա մենք կկառուցենք նավթավերամշակման գործարան, հեսա Հայաստան-Իրան երկաթուղին, մի նոր ատոմակայանը, մի քանի լեգենդ է, ասեմ։ Որևէ մեկը չի իրականացել, բայց դրա մասին անդադ խոսվում է։ Հա, Սերժ Սարգսյանը հենց եկավ, առաջին իր նախագահական, հա, նա հայտարարեց, որ իրագործելու է ձեր նշած 3 պրոյեկտները։ Սերժ Սարգսյանից առաջ էլ այդ լեգենդները շրջանառության մեջ եղել, այդ լեգենդները մշտական օգտագործման է, իշխանության հետ կապ չունի ով է իշխանություն մեջ։ Դա մշտական օգտագործման լեգենդներ։ Որն այսօրվա լեգենդ է, պարոն Արսենյան։ Հայաստանի այսօրվա լեգենդ։ Մեր իշխանությունների տված լեգենդ։ Այսօր ես ուզում եմ ասեմ, գիտեք ինչ, որևէ մեկը թող հանգարց չմտածի, որ հիմա ես որևէ ձև փորձում եմ գովերքել, հա, բայց առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Հովիկ Աբրահամյան վարչապետը, հա, համարձակություն ունեցավ ասելով, որ ժողովուրդ մենք քիչ տնտեսական աճ ենք ունենալու, մենք չենք ուզում որևէ բան նկարել, էլի դրա համար, որ ասենք եկող տարվա տնտեսական աճի ցուցանիշ տանք, որը որ այսպես ասենք մեր ռազմերով չի։ Բայց կարծում եք չեն նկարելու, միգուցե նկարածը ինքան փոքր է լինելու, որ այդ 2.2%-ը հազիվ կազմի։ Հնարավոր է, բայց նույնիսկ այդ դեպքում դրա մասին խոսվեց, դրա մասին ասվեց, որտեղ իր նախորդ վարչապետը, հասկանում եք, իր նախորդ վարչապետը ակնհայտ զբաղված էր ստախոսությամբ։ Ակնհայտ Տիգրան Սարգսյանը ակնհայտորեն զբաղված էր ստախոսությամբ, եւ այդ ստախոսության մասին ես բազմիցս եմ ասել, չի կարելի խաբել հասարակությանը, չի կարելի խաբել հասարակական գիտակցությունը, չի կարելի մարդկանց նարկոզի մեջ պահել, փորձել նարկոզի մեջ պահել, որտեղ սա մեր երկիրն է։ Հովիկ Աբրահամյանը ներողություն 4.5% տնտեսական աճի մասին է խոսում ամիսներ առաջ, բայց հիմա ինչ ցուցանիշով ենք փակում, սա ստախոսություն չի։ Ասեմ ես հիմա։ Ես Հովիկ Աբրահամյանի փաստաբանը չեմ սպասում, զուգահեռ եք տանում, այո։ Բայց ես ասեմ 2009 թվականին Տիգրան Սարգսյանը, երբ որ մոլեգնում էր աշխարհում, տնտեսությունները էմփալվում, 9% բյուջեի հնայի աճով բյուջեի նախագիծ բերեց ազգային ժողովն էլ 9% իշխող կառավարության կուսակցության, հա, կառավարություն, իշխող կուսակցության կառավարությունը բերեց մեծամասնինակեն 9% հնայի աճով բյուջե հաստատեցին։ Այսինքն Տիգրան Սարգսյանը կամ խաբեց ազգային ժողովին կամ չէր պատմում, չէր տիրապետում, որտեղ 120 օր հետո հայտարարեցին 14% անկում։ Հիմա տարվա ներողություն բյուջեով ինչքան աճ էր նախատեսված 2015 թվականի համար, վստահ եմ դուք 4%-ի, ասած ասեմ, նախատեսված էր 4-ի շրջանակներում, բայց համաշխարհային բանկի կողմից տրվող նախնական եզրակացություններում չէր լինելու, չէր ապահովելու դա, որտեղ հիմա Չէ, էլի ֆիքսում ենք, չէ, որ բյուջեը բերել էին բարձր ցուցանիշ, բայց էլի եղավ։ Ուզում եմ հիմա ասեմ ինչի համար եմ ես այս մասով գովում, որտեղ երբ որ դու բյուջեի ցուցանիշներն ես բերում, հա, երբ որ բյուջեի ցուցանիշները բերում ես ազգային ժողով եւ ասում ես մենք կունենանք այսքան տոկոս աճ, բյուջեն ինչից է բաղկացած։ Բյուջեն բաղկացած է եկամուտներից եւ ծախսերից, հասկանում եք։ Ու դու բերում ես ասում ես մենք կունենանք այսքան եկամուտ, դրա համար ստեղ գրենք այսքան ծախս։ Երբ որ դու բերում ես սուտ հնայի աճով բյուջեն, բնականաբար դու եկամուտների մասում արդեն նախատեսում ես ավել փող, որը որ վերցնելու տեղը չկար, հասկանում եք, ինքը տեղը չկար։ Ծախսերի մեջ գրած է որ դու դա պետք է ծախսես։ Այսինքն տնտեսական աճը չի տեղի ունենում, սակայն հարկային մարմինները արդեն նմպելանային ցուցանիշներ գնում, սկսում են քերել տնտեսությանը, վերցնել ավելի շատ, քան դա պետք էր վերցնել։ Այսինքն արմնակամեն անում տնտեսությունը։ Դրա այդ ստախոսության վատը հենց դա է, որ հետո հարկային մարմինների ղեկավարները որպեսզի կարողանան հաշվետու լինեն իրենց վերադասների առաջ։ Իրենք ենթակայինն ասում են գնացեք ակտեր գրեք։ Ասկոս նրանք գնում են ակտեր գել։ Հիմա մենք ֆիքսում ենք, որ լավ է, որ հասել ենք մի վիճակի, որ արդեն լավ է, որ իշխանությունները մեզ ազնվորեն ասում են, որ վիճակը շատ վատ է։ Բայց իմ ելույթներից մեկում, այդ բացի շարունակությունից գիտեմ ինչ եք ասում, իմ ելույթներից մեկում ես ասել է իշխանություն եք։ Մի խափեք ժողովրդին վատ է, բարձացեք ամբիոն, ասեք վատ է, որովհետև սա մեր երկիրն է։ Հայաստանի կառավարությունը դա մեր երկրի հերանան կան մարդիկ, ովքեր կարող են ավելի լավ անել, պարոն Արսենյան։ Գիտեք ինչ, ես այդպես պարզամիտ չեմ, էլի, որ ասենք իրանք վատ անում են, հետո եկան։ Սա մոդելի խնդիր է։ Հայաստանը գտնում է մի մոդելի մեջ, մի կառավարչական մոդելի մեջ, որտեղ էական դեր են խաղում միջազգային կառույցները։ Միջազգային կառույցների, համաշխարհային միջազգային կառույցների կողմից ուղղորդվող մոդելը Հայաստանի տնտեսական մոդելը։ Երաշխավորում եմ ձեզ, ոնց ասեմ, դնում եմ իմ ողջ հեղինակությունը այն հարցում, որ ոչ մի միջազգային կառույց շահագրգռված չէ, որ Հայաստանը ունենա նորմալ տնտեսություն եւ Հայաստանի բնակիչները ունենան նորմալ
կենսամակարդակ, որտեղ մրցակից ենք դառնում են հասարակ, այդ դեպքում մրցակից ենք դառնում են հասարակություններին, ովքեր որ այդ ունեն։ Իրենք շահագրգռված չէ որ մենք մրցակից լինենք։ Շատ լավ, այդ դեպքում ոնց են կարողանալու իրագործել ձեր առաջադրած հարցը, որ ինչպես պետք է անենք, որ Հայաստանում ստեղծենք որակով արտադրանք ու ծառայություն, որ պահանջված լինի, եւ եթե չեն կարողանում ստեղծել նման արտադրանք, ուրիշի վրա պետք չի բարդել մեր մեղքը։ Եթե միջազգային բոլոր կառույցները դեմ են մեր զարգացմանը, ոնց պետք է կարողանանք այս խնդիրը իրագործել։ Միջազգային կառույցները ոչ թե մեր զարգացմանը դեմ են, միջազգային կառույցները իրականացնում են ծրագիր, որ մենք չզարգանանք, իրենք դեմ չեն։ Եթե մենք զարգանանք, իրենք չեն կարող ասեն դուք ի զարգացաք, բայց իրենք մեզ չեն օգնելու զարգանալու համար։ Ուշադրություն դարձեք այն բոլոր ֆինանսական ռեսուրսները, որոնք Հայաստանի տրամադրում է որպես վարկային ռեսուրս, չէ՞, այդ բոլոր ռեսուրսները ծառայում են ոչ նյութական ակտիվների, այսպես ասենք, ոլորտին։ Չկա որևէ ռեսուրս, որը որ ծառայեր գործարան կառուցել, որը որ արտադրելու էր արտադրանք, որը որ մրցունակ էր լինելու միջազգային շուկաներում։ Չկա այդպիսի ռեսուրս, չի տրվել Հայաստանի երբևիցե։ Հյուսիս հարավ ծրագրի հետ կապված, ասենք, այդ ճանապարհաշինական ծրագրի տրամադրած ռեսուրսները, վարկային ռեսուրսները, հա։ Ես այն հենց ամենասկզբից, որ այդ թեման մտավ շրջանառության մեջ, ասացի տնտեսության համար լոկոմոտիվային դեր կարող է ունենա, բայց ինքը տնտեսական էֆեկտ չի ունենալու։ Որտեղ տնտեսական էֆեկտիվություն կլինի այն ժամանակ, երբ որ դուք հարևանների հետ նորմալ վիճակում ես, նորմալ հարաբերությունների մեջ ես, մենք մեզ պետք է գնահատակ պատասխան տանք, չէ՞ որ մենք մեր հարևանների հետ նորմալ վիճակում չենք։ Բայց պարոն Արսենյան, գոնե կային ինչ-որ գլոբալ մի քանի ծրագրեր, որ Հայաստան մտնում էր այսպես լուրջ գումար, ինչ-որ մի ծրագիր իրականացնելու։ Այսօր ինչ նման ծրագիր կա, կարող ենք թվարկել, այս ազնվախոս կառավարությունը ինչ նման ծրագիր է։ Ասեմ հետևյալը, ասեմ օրինակի համար, որ մեր կարևորագույն ծրագրերից մեկը պետք է լինի, ասենք, դրսից բներ գրաված ռեսուրսների կարևորագույն ծրագրերից մեկը պետք է լինի մեր ջրային ռեսուրսների կառավարումը ճիշտ ու ջրամբարների կառուցումը, որպեսզի մենք ստիպված չլինենք, ասենք, անընդհատ Սևանի հաշվին նորից այս տարի երաշտեր, այն տարի երաշտեր, այս տարի ու անընդհատ ջուր բացվող։ Դե ջրամբարների վերակառուցման ծրագիր էր, ահա հիմա կա այդ ռեսուրսները կա։ Երկրորդ խնդիրը, որը կա, որի մեջ որի մասին շատ են խոսում, դա հայկական ատոմակայանն էր։ Էներգետիկ լրջագույն բաղադրիչ Հայաստանի էներգետիկ համակարգում։ Բայց տեսանք ինչպիսի լուծում տրվեց այդ խնդրին։ Իսկ սկզբանե խոսվում էր նոր բլոկի կառուցման մասին, հետո խոսեց դուք շարունակեք դուք։ Մենք չէ իշխանությունների ենք խոսում, իշխանություն դրա մասին պետք է խոսա, որտեղ ես հիմա հարցնում եմ, այսօր մենք ունենք մի գլոբալ ծրագիր, որը այս կառավարությունն է առաջադրել եւ որի շուրջ այսպես պետքա լինի ի վերջո այն արդյունքը, ինչի մասին դուք անում եք հարցադրում։ Ոչ, հիմա այդ գլոբալ ծրագիրը այս բան չկա, սակայն ես ուզում եմ ասեմ, գլոբալ ծրագիրը պետք է լինի ապահովել մարդկանց նոր բարիք ստեղծելու հնարավորությունը։ Ոչ մի կառավարություն չի գնում ու աշխատում բանվորի տեղը, ոչ մի կառավարություն չի գնում ու աշխատում խառատի տեղը, ոչ մի կառավարություն չի գիտնականի տեղը, ոչ չկա դες կառավարություն երկրի մուրակը, ինքը գնա աշխատի։ Պայմաններն է ստեղծում, որպեսզի դա, այսպես ասենք, մաքսիմում արդյունավետությամբ տեղի ունենան այդ պրոցեսները։ Հիմա այս կառավարությունը, որը որ կա, որի մասին որ հիմա խոսում ենք, իրավիճակը այնց որ ինքը ուրիշ բան էլ չի կարողանալու անել, ինքը ստիպված կարող է չի ուզում, բայց ինքը ստիպված գնալ այդ ճանապարհը, որտեղ ինքը ռեսուրս չի մնացել իրան։ Ռեսուրս չմնալու հետ կապված անդրադառնամ կոնկրետ ռեսուրսների ֆինանսական։ Վերադառնում մի բանի, ես մի նախադասություն ասեմ, Հայաստանը հիմա գտնվում է նոր տնտեսական, այսպես կարգավիճակում, հա, Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Շուտով 1 տարին կլրանա։ Այո, 1 տարին հələ շատ բան է, շատ քիչ ժամանակ է, սակայն հեռանկարային բանը պետք ունենալ, թե մենք ինչ ենք ուզում այդտեղ ունենալ։ Ասենք մենք ինչ ենք ուզում, մեր արժեվ ինչ խնդիր ենք դրել մտնելով ԵՏՄ-ի շուկա, հա? ԵՏՄ-ի միության մեջ դնելով։ Մենք ինչ խնդիր ենք մեր արժեվ դրել։ Արդյոք մենք դրել ենք մեր արժեվ խնդիր, որ ԵՏՄ-ի, ասենք, տեքստիլի 40%-ը պետք է արտադրվի Հայաստանում։ Մենք դες խնդիր դրել ենք մեր արժեվ թե չէ։ Մենք դրել ենք, ասենք, որ ասենք կոշիկի այդ 185 միլիոն բնակիչների կոշիկի, ասենք, 20%-ը մենք պետք է մեր արտադրանքը տանք։ Դες խնդիրներ մեր դրել ենք մեր արժեվ, այդ խնդիրը դնենք ու սկսենք լուծելով։ Չենք դրել, չէ՞։ Չգիտեմ որ ինչա դրած։ Այ ինչու հարցը չեք բարձրացնում։ Օրինակ ձեր խմբակցության գործընկեր տնտեսական հիմնական խոսափող Միքայել Մելքումյան օրինակ ասում էր, որ կառավարությունը շատ լավ է աշխատում, բայց վատ PR է անում իր համար։ Համակարծիչ եք։ Հրավիրեք ստեղ Միքայել Մելքումյանը։ Շատ լավ, ռեսուրսների հետ կապված ես իմ հարցը, որ ասիկ արդեն ռեսուրսներ չունի, ուրեմն օրերս ամերիկյան հետազոտական մի ընկերություն Global Financial Integrity-ն տվյալներ էր զեկույց էր հրապարակել, համաձայն որի Հայաստանից ուրեմն դուրս է հանվել 2004-ից 2013 թվականների ընթացքում 8.983 միլիարդ դոլար ապօրինի։ Պարոն Արսենյան, այսպիսի տեղեկատվություն է հրապարակվում։ Մի հատ էլ ասեք։
ապօրինի դուրս է հարվել այդ ապօրինի ապացույցները որտեղ է դրած, որտեղ ես մարդ չեմ, էլի, որը որ ասենք պատվերով համերգի արյա կարող է երկի։ Ես այդ ծրի մարդ չեմ, հիմա երբ որ ինչ-որ մեկը ասում է, ասենք, հիմա դրա շուրջ ես ինչ է խոսում։ Ցանկացած մարդ Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր ֆինանսական ռեսուրսները տանել ըստ իր հայացողության։ Հայաստանի ներսում կպայի, դուրսը կտանի, Ավստրալիա կտանի, չեմ անում, նվեր կտա, դա այդ մարդու իրավունքն է։ Դրսում որտեղ արձագանքի մասին է ընդամենը խոսքը, այսպիսի տեղեկատվություն է, դա կարող է իսկապես չի համապատասխանում իրականությանը։ Բայց երկու բան կա, ասենք կամ դատախազական հետաքննություն պետք է իրականացնოს, հետո փաստերով բերեզնաց դատարանն էլ ասի ապօրինի է։ Հիմա գալիս է հենց այդ հարցին, ինչպես է հնարավոր հասնել տնտեսական զարգացման, եթե մենք չունենք գեթ մեկ նախադեպ, երբ մեծ կոռուպցիոն սկանդալների հետ կապված դրանք բացահայտվել են եւ եղել է պատասխանատվություն։ Այդ անընդհատ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չէ՞։ Ես քաղաքականությամբ զբաղվող մարդ եմ, ազգային ժողովի պատգամավոր եմ եւ միավորված աշխատանքային կուսակցության նախագահն եմ։ Հայաստանի Հանրապետության դատախազությանը ոչ մի կապ չէ, միայն ճանաչում դատախազին։ Կոստանյան Գևորգյան։ Հրավիրեք դատախազին ստեղ տոնստի, ու այդ հարցը տվեք, թող ինքը պատասխանի։ Գուրգեն Արսենյանը չի կարա իրավապահ մարմինների գործնեության, արդյունավետության հետ կապված, առաջ չարածի հետ կապված պատասխան տա։ Ենթադրություններ, կասկածներ, բան դա եթերի բան չէ, էլի դա մեր ու խոհանոցային միջավայրում խոսել քաղաքական գնահատականը եւ վերաբերմունքի խնդիրը, պարոն Արսենյան։ Քաղաքական գնահատականը ես տասնյակ անգամներ իմ ելույթներում ասել եմ՝ մի գողացեք քրտինքով։ Գողանելը հեշտ է, քրտինքովը դժվար։ Հիմա այս հանրակրվեի ընթացքում քվեները չգողացվեցին, այսօր Հայազգային կոնգրեսը այդ դատախազության մասին խոսեցինք, նա արդեն հաղորդում է տվել հանցագործության մասին եւ ամբողջ համացանցը հեղեղված է ընտրակեղծիքների մասերով, մասին նյութերով։ Հիմա չի գողացվել ձեզ քվեն։ Ես կարծում եմ, որ ասենք խախտումներ եղել են ու բացառում եմ, որ ասենք չի եղել են դեպքերը, որ ասենք մեկի քվեաթերթիկը հաշվարկեն ուշներ։ Դուք միշտ եղել է, ահա։ Ասում եք մոռանանք անցնի նոր։ Այսպես ոնց կարող ենք ամուր պետություն կառուցել, որ ասում են եղել է մոռանանք անցնի։ Այսպիսի պետություն ենք կառուցել, արևիկ։ Մենք կառուցել ենք այսպիսի պետություն։ Ամեն անգամ սկսում է խոսվել նրա մասին, որ այ հենց այս մեկից հետո սենց կլինի, չի լինելու, կա, այսպես ասենք, կա դիալեկտիկա, ցույց է տալիս, որ մենք այնպիսին չենք, ինչպիսին ցանկանում ենք, ֆին չենք, ոչ էլ դանյաց ենք, մենք հայեր ենք, մենք սովոր ենք սրան, էլի։ Սովոր ենք մի բանին այլ բան ասելու, այլ գնահատական տալու, այն մարդիկ ովքեր շահառու են, կխոսան սրա մասին, կարվեն այլ բաներ, հա, որտեղ ես քաղաքական այս process-ներին մասնակցում եմ 1989 թվականից, լինելով անկախության բանակի, անկախության բանակի անդամ, հանրապետական կուսակցության, այն հանրապետական հիմնադիրներից մեկը։ Մասնակցում եմ այդ process, ամեն ինչ տեսել եմ։ Այդ թվում տեսել եմ նաև այն մարդկանց, ովքեր որ հիմա ակտիվորեն պայքարում են ընտրակեղծիքների դեմ, ովքեր են ժամանակ ակտիվորեն բայց ախր անդա դա ասելով դա արդարացում չի։ Հիմա լավ, պարոն Արսենյան։ Որևէ մեկի ես չարդարացեց, ես պարզապես շարադրեցի։ Շատ լավ։ Հիմա այսպիսի ես եմ չափահաս եւ ստապ մարդ եմ, հասկանում եք։ Վերջին հարցը, մեր ժամանակը սպառվում է արդեն։ Այսպիսի պետությունում, ինչպես նշեցիք, որը մենք ստեղծել ենք, առաջիկայում ինչպիսի դերակատարություն եք հավակնում ստանձնել, նկատի ունեմ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ՄԱԿ-ը մասնակցելու է։ Խորհրդարանական անպայման միավորված աշխատանքային կուսակցությունը կմասնակցի, ֆորմատը դեռ կորոշենք, մենք մեր հասարակությանը կառաջարկենք մեր քաղաքական ուժին եւ իր ծրագրերը։ Փրկության դեղատոմսեր չունենք։ Մեր փրկության միակ դեղատոմսը դա մեր աշխատանքն է, մեր քրտինքն է, մեր նոր ստեղծած բարիկն է։ Դրա համար է մեր կուսակցության անունը միավորված աշխատանքային։ Այսինքն այդ կուսակցության միավորված աշխատանքային բառերի գաղափարախոսությունը հետեւյալն է, որ աշխատողը եւ աշխատանք կազմակերպողը միավորված ջանքերով իրականացնեն, որպեսզի կարողանան ունենալ բարվոք եւ ապահով երկիր, նորմալ ընտանիք, նորմալ տեսլական, հասկանում եք, իսկ կարևորը, գիտեք ինչ, ընտրական process-ներին, այդ ընտրական մեխանիզմների կարևորն է, թե մարդիկ ինչքան են կարող երջանկություն գտնել իրենց երկրում։ Դա պակասել Հայաստանում, երկու բան է պակասել Հայաստանում։ Ոչ թե ուտելիքն է պակասել, ոչ թե փողն է պակասել արդարությունը, երջանկությունը։ Արդարության վերականգնման հետ կապված Հայ ազգային կոնգրեսը ստորագրահավաք է սկսել սահմանադրական հանրակրվեի արդյունքները վիճարկելու սահմանադրական դատարանում, արդեն կարծեք թե 18 ստորագրություն է հաջողվել հավաքագրել։ Դուք որքանով տեղյակ եմ չեք ցանկանում միանալ, ինչու։ Ես ասած նաև զրույց եմ ունեցել Լևոն Զուրաբյանի հետ, զանգարել ինձ ինքը հարցը տվեց, ասես կմիանաք թե չէ ստորագրավակին, ես պարզապես ասի որ հարգելի պարոն Զուրաբյան, ես քանի որ վիճարկող կողմ չեմ,
այդ հանրաքվեի արդյունքները, դրա համար չեմ միանում։ Եթե վիճարկող կողմ լինի, ակնհայտ իհարկե կմիանայի։ Բազմաթիվ անգամ, երբ որ հարցադրումներ են եղել, ասենք քննարկելու, որը պետք է գնացա, ես ստորագրել եմ այդ հարցադրումը։ Այս հարցուկավոր վիճարկող չեմ, ես չեմ միանում։ Ձեր փոքրիկ մասնակցություն ամեն դեպքում գուցե կարող եք ունենալ արդարության վերականգնման այդ փորձին։ Արդարության վերականգնման գործիքները ես մի քիչ այլ կերպ եմ պատկերացնում։ Շատ լավ, այդ մասին հուսամ առիթ կլինի մեր հաջորդ զրույցների ընթացքում խոսելու։ Շնորհակալություն, պարոն Արսենյան, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ առաջին լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել էինք Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին։